Ուրեմն կիշեք, որ անցած տարի դեկտեմբեր ամսին նույն այստեղ այս ակցիա իրականացրել Նոնոգ վարչական շրջանում ապօրինի համայնքային գույքը հափշտակելու վերաբերյալ, այդպիսով համայնքին հասցնելով մոտ 500-ից 700,000 դոլարի վնաս։ Այդ դեպքերը հաստատվեց թե իրավապահ համակարգի կողմից, թե Երևանի քաղաքապետարանի կողմից, այն դեպքում, երբ որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստում էր ինձ զրպարտության համար դատի տալ։ Այսինքն, այն ինչի համար Տիգրան Ավինյանը պատրաստում էր ինձ դատի տալ, դա հաստատվեց հենց Երևանի քաղաքապետարանի կողմից։ Դեպքի վերաբերյալ այդ տարածքի ինձ վրա հարձակում է կատարվել ու իմ հեռախոսը հափշտակվել է։ Ոստիկանությանը բոլոր համապատասխան փաստերը ներկայացրել եմ, կա տեսանյութ, որտեղ եկանացվում է ամբողջ այդ գործողությունը, որտեղ երևում է ակնհայտ այդ մարդկանց դեմքերը, որից հետո ինձ շանտաժի են ենթարկում, որ սուս մնա։ Մենք գիտենք դու ում հետ ես խոսում, ում հետ ես շփվում եւ այլն։ Եվ հավանական է շատեր նկատել եք, որ դեկտեմբեր ամսից մինչ այսօրս այդպիսի ակտիվություն չեն ցուցաբերել մի պարզ պատճառով, որ ասենց ասած իրենց թելեմ, տեսնեմ այդ սուս մնալը ինչի է հանգեցնելու։ Ու հանգեցրեց նրան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ամեն ինչը պետական մակարդակի հովանավորչության ներքո է այդ հանցագործությունները տեղի ունենում, զուտ էլ եմ կրկնում, փորձելու նպատակով ասացին մի երկու ամիս սուս մնամ, տենամ այդ իրանց ասած շանտաժի սուս մնալ է, որ բան են ուզում հրապարակեն ինչ, որտեղ հեռախոսս բացել են, մուտք են գործել ու այդ ամեն նյութերը ոստիկանությանը ես ներկայացել եմ։ Եղավ այն, որ ժողովուրդ ջան, ոստիկանությունը հաղորդում տալու ժամանակ ոստիկանության աշխատակիցները ինձ բերում են այդ մարդկանց նկարները ցույց են տալի, ասում են էս ինքն է, ասում եմ հա, այսքան անհայտ մարդ չկա։ Հետո իմ սուս մնալու դեպքում այդ որ ոստիկանությունը ինձ ցույց են տվել այդ մարդիկ ով են, դառան անհայտ անձինք, ում ինքնությունը անհայտ է, ասենք հիմարություն էլ ու տեսանյութով էսօր որ դառնա, տեսանյութով այդ մարդկանց դեմքերը կա, ովքեր են, բայց իրանք ու ոստիկանությունը ցույց է տվել, բայց հետո ասում են անհայտ է։ Այդ իմ վրա հարձակվող եւ հեռախոս գողացող մարդիկ։ Ոստիկանին էլ երբ որ հարցնում եմ, ասում բռնել եք, հայտնաբերվել, հա, Չախոյան ջան, ամեն ինչ նորմալ է։ Ինչ է պարզվում։ Այդ ինսուս մնալու ընթացքում իրանք դառան անհայտ անձիկ, ինձի փորձում են շանտաժի միջոցով կոռուպցիայի, հա, եւ այլն բացահայտումների վերաբերյալ ինձի լռեցնել։ Թեպետ ասեմ, հրապարակային եմ ասում, հարգելի հայրենակիցներ, չկա այնպիսի մի տեղեկատվություն, առհասարակ, թե իմ հեռախոսի մեջ պարունակվող, թե նամակագրության մեջ, օրինակ, որ ես վախենալու բան ունենամ։ Օրինակ, խոսքի Տրամպը ինձ ֆինանսավորում է, կամ Կիմ Չեն Ինը, կամ Պուտինի հետ եմ ամեն օր խոսում, ինչպես, այսինքն այնպիսի քաղաքական տար պարունակող շանտաժի նյութ չկա։ Իսկ ով է ձեզ ասում սուս մնացեք։ Դե դա ես նամակագրությունով ինձ իմ Facebook-յան էջի նամակ են ուղարկել։ Ով։ Անհայտ անձ։ Անհայտ այդ ամեն ինչը ոստիկանությունը տրամադրել եմ։ Չէ դուք ասում եք ես որոշեցի սուս մնալ, թելել իրենց թելը։ Դուք ոնց որ հա իրանք ասում են որ սուս մնա։ Գրողը իմ ես ենթադրաբար իմ հեռախոս գրա, որովհետև իմ հեռախոսը երբ հափշտակում են, հեռախոսից մեջ մուտք են կատարում, այդ ամեն ինչը ու դրանից հետո ես նամակ եմ ստանում։ Այսինքն ոչ թե 2 ամիս, 2 տարի հետո այդ ժամանակ։ Նամակի բնույթը պարոն Չախոյան։ Սուս մնա, մենք գիտենք ում հետ ինչ ես խոսում եւ այլն։ Այսինքն ակնհայտ երբևիցե իմ 3 տարվա հանրային գործունեության ընթացքում երբևիցե նման բովանդակային շանտաժ չեմ ստացել, որ այս ինչ-որ բան կհրապարակենք եւ այլն։ Այսինքն դա ակնհայտ է, ես կապում եմ իմ հեռախոսի գողանալու եւ քրեական գործ արդեն ակնհայտ է ծածկը տնփոց անելու մեջ ու ինչ է ստացվում ժողովուրդ ջան, որ ովքեր հայտնի են ոստիկանության համար, հետո դառան անհայտնի, այդ գործերը տարանջատեցին, որ պատասխանատվության բանը պատասխանատվությունը մեր օրենքի
կառով իրանց անդրադառնա, դարան անհայտ անձինքը մեղադրվում են գողության մեջ, 2 հոգի էլ մեղադրվում են հարձակման մեջ, դա էլ, այսինքն պատասխանատվություն ոչ կրող, այսինքն թեթև պատիժ է կրում, այսինքն այդպիսով իրանք ուզում են պատիժից ազատվել, էլ չեմ ասում էլ համայնքային գույքի գողության վերաբերյալը, որ դա հաստատվել է։ Ուրեմն դեպքի վերաբերյալ դատախազություն եմ գրում, այն որ ասում է դե դիմում դու գրել եք, այո գրել եմ,